Hallelujah. Հալելույա, Praise be to God. Փառք Աստծուն։ I greet you in the wonderful name of Ես Jesus. ողջունում եմ ձեզ Հիսուսի հրաշալի անունով։ Seated. Thank you. Դուք կարող եք նստել, շնորհակալություն։ Praise God. Փառք I Աստծուն։ must say I enjoy Պետք է ասեմ, որ ես վայելում եմ այս հրաշալի կոնֆերանսը։ at the conference. You are here. Jesus is here. Դուք այստեղ եք, Հիսուսն այստեղ է, ես նույնպես այստեղ եմ։ Glory to God. Փառք Աստծուն, փառք Աստծուն։ Help us to gear up. Թող որ Աստված օգնի մեզ պատրաստվել հոգիների մեծագույն հունձքին, որ այս աշխարհը երբևէ տեսել է, This world has որ այս աշխարհը երբևէ տեսել է։ I would like to share Այս առավոտյան ես կցանկանամ կիսվել ձեզ հետ իմ սրտից։ and I believe the Holy Spirit, Եվ ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին կհպվի մեր սրտերին։ you know, when I arrived, Երբ ես ժամանեցի Աֆրիկա, as I ինչպես already ես said, արդեն ասացի, I started being ես սկսեցի զրոյից ցածր դիրքից։ and I'm sure Եվ ես համոզված եմ, որ յուրաքանչյուրը կարող է սկսել այդտեղից։ some always want to start on the Ոմանք մշտապես ցանկանում են սկսել բարձունքից, trees grow բայց from, Աստծո իմաստությամբ ծառերը ներքևից վեր են աճում։ and that's where we all Եվ ահա թե որտեղ ենք մենք բոլորը սկսում, եւ մենք չպետք է անարգենք փոքր սկզբերը։ it is a matter Մեզ աճեցնելը եւ դաստիարակելը Սուրբ Հոգու գործն է։ bringing us up. There will be trials. Քեզ կհանդիպեն փորձություններ, ընդհարումներ եւ քեզ հետ կպատահեն ամեն տեսակի տհաճ դեպքեր։ Unpleasant matters, but if you Բայց եթե դու պահես Աստվածային կոչումը in front քո աչքերի առջև եւ նպատակաուղղվածությամբ ձգտես դրան, with all դու կտեսնես, թե ինչպես Աստծո ձեռքը կբարձրացնի քեզ։ the hand of God will lift you up. Hallelujah. Հալելույա։ I had some fantastic Ես ունեցել եմ աներևակայելի, ինչպես անվանեմ դա, շատ աներևակայելի վերապրումներ հենց իմ երիտասարդությունից, որոնք ասես հրելով հասցրել են ինձ այստեղ։ shoehorned me into this position. When I attended by the Bible college, Ես հաճախում էի Աստվածաշնչյան դպրոց Բրիտանիայում, after I had finished my եւ երբ ես ավարտեցի այն, let me start off like թույլ this. տվեք, որպեսզի ես այսպես սկսեմ այս առավոտյան։ I think it is a very Կարծում եմ, որ սա շատ լավ ներածություն կլինի։ I returned to Germany. I Ես վերադարձա Գերմանիա։ North Germany Ես ապրում էի հյուսիսային Գերմանիայում, որտեղ ապրում էին նաև ծնողներս, and Համբուրգի հյուսիսում։ just north of Hamburg. I always say it's quite funny, you know. Ես միշտ ասում եմ, որ դա շատ զվարճալի է։ I lived in France. Ես մեծացել եմ Համբուրգում, իսկ հետո ապրել եմ Ֆրանկֆուրտում։ Okay. So when I returned, I just completed my Բայց ես ոչ համբուրգեր եմ, ոչ էլ Ֆրանկֆուրտեր։ Լավ, այնպես որ ես հենց նոր էի ավարտել ուսումս, երբ վերադարձա եւ այդ ժամանակ մենք չենք ճանապարհորդում ինքնաթիռով։ day of time to kill in London. Մենք ճանապարհորդում էինք գնացքով։ Ես պետք է մի ամբողջ օր ժամանակ սպանեի Լոնդոնում եւ ցանկացա տեսնել որոշ տեսարժան վայրեր։ Իմ գնացքը գնում էր կեսգիշերին, այնպես որ ողջ օրն իմ տրամադրության տակ էր։ I had just a couple of coins in my pocket. Այնպես որ ես ցանկանում էի տեսնել քաղաքի տեսարժան վայրերը։ Ես ընդամենը մի քանի դրամներ ունեի գրպանումս։ Went from bus to bus. Ես չէի կարող գնալ կազմակերպված շրջիկների խմբի հետ։ Ես պարզապես ավտոբուսից ավտոբուս էի տեղափոխվում, նրանք անվանում են դա թռչկոտել ավտոբուսներով։ Ավտոբուսն ինչ որ ուղղությունով էր գնում եւ ես նույնիսկ չգիտեի թե ուր։ Bus and another bus and another bus. Ես պարզապես նստում էի, իսկ հետո հաջորդն էի նստում կանգառից, հետո եւս մեկ ավտոբուս, հետո եւս մեկը եւ այսպես պատտում էի ողջ Լոնդոնով մեկ։ I thought by myself, Եվ այդ ողջ ժամանակվա ընթացքում need to move a little bit եւ հանկարծ ես մտածեցի, որ պետք է մի փոքր զբոսնեմ։ to a residential area. Ես իջա ավտոբուսից եւ պարզապես մտա ինչ որ բնակելի տարածք։ All of a sudden, Ուղղակի որպես մարզանք զբոսնելու համար։ I saw a name. Հանկարծ ի զարմանաս ինձ ես անցա մի տան մոտով եւ տեսա դռան ցուցանակը, որի վրա գրված էր Ջորջ Ջեֆրիս։ But wow, Եվ ես մտածեցի, վաու, ես գիտեմ Ջորջ Ջեֆրիս անունով մի մարդու մասին։
He was a man who brought Նա մի մարդ էր, որ բերել էր հրաշքների և նշանների ավետարանը Միացյալ Թագավորություն։ I read his Ես book. կարդացել էի նրա գիրքը։ Can it be that Կարող է my արդյոք friend պատահել, lives որ այդ մարդն այստեղ է ապրում։ by myself? Ես ասացի մտքումս, ոչ, ես պարզապես, 21 years old. ես ընդամենը 21 տարեկան էի այդ ժամանակ։ So Այնպես որ իմ միտքն ասաց, ոչ սա Լոնդոնն է, Ջեֆրիսը տարածված ազգանուն է և երևի հազարավոր Ջեֆրիսներ կան։ there must be tens of thousands. So this is just Իսկ Ջորջը շատ տարածված անուն է և երևի տասնյակ հազարավոր Ջորջեր կան։ still small. Այնպես որ սա պարզապես զուգադիպություն է։ You've got so much time to kill. Բայց հանկարծ մի հանգիստ մեղմ ձայն ներսումս ասաց ինձ, դու այնքան շատ ժամանակ ունես, ինչու չպարզես։ Garden. Այնպես որ ես քայլեցի դեպի դրսի պարտեզը, հրեցի զանգի ներքևի մասը և Միկի մոտեցավ։ I said, excuse Ես հարցրեցի, ներեցեք ինձ տիկին, արդյոք այս տանն ապրում է այն Ջորջ Ջեֆրիսը, ում Աստված այդքան զորավոր կերպով օգտագործել է հրաշքների և նշանների ավետարանը Բրիտանիա բերելու համար։ Yes. Եվ նա ասաց ինձ, այո, I thought what? ես մտածեցի, ինչ, ես ասացի, խնդրում եմ ձեզ, կարելի է տեսնել նրան։ No. Նա ասաց, ոչ, And I tell you that lady filled the door և ասում եմ ձեզ, այդ տիկինը փակեց մուտքը դռան ամբողջ շրջանակով մեկ։ block. Նա նման էր ճանապարհային արգելքի։ And when she repeated her Եվ երբ նա կրկնեց իր ոչը, ես մի բամբ ձայն լսեցի, որն ասաց ներսից. let him. Թող որ նա ներս գա։ I don't know how I passed. Ես չգիտեմ, թե ինչպես ես անցա նրա կողքով, բայց ես անցա։ And in I was and I saw. Ես ներսում էի և ես տեսա, թե ինչպես էր Ջորջ Ջեֆրիսն իջնում աստիճաններով։ I was awed. Ես սոսկում վերապրեցի, ես նույնիսկ չգիտեի, որ այդ մարդը դեռևս կենդանի էր։ I said, I'm Reinhard. Ես ասացի, ես Ռայնհարդ Բոնկեն եմ, ես նոր եմ ավարտել Աստվածաշնչյան դպրոցը, ես կոչում ունեմ ավետարանն Աֆրիկայում քարոզելու համար։ I just. Եվ ես պարզապես պատահմամբ հայտնվեցի ձեր տան And դիմաց։ while I was talking, Եվ քանի դեռ ես խոսում էի փորձելով բացատրել իրավիճակը, Ջորջ Ջեֆրիսն իջավ ծնկների վրա, քաշեց ինձ ներքև խալու վրա և սկսեց աղոթել, և օրհնել ինձ, և օրհնել ինձ, և օրհնել ինձ, և օրհնել ինձ, և օրհնել bless me ինձ։ and bless me and bless me. And the glory of the Lord filled Եվ that Տիրոջ place. փառքը լցրեց այդ վայրը։ After 30 minutes, Մոտ 30 րոպե անց ես կրկին ոտքի կանգնեցի։ I was dazed. Ես ապշած էի, ես երերալով դուրս եկա նրա տնից փորձելով գտնել ավտոբուսների կանգառը։ And I said to myself, Եվ ես ասացի ինքս ինձ, հնարավոր է արդյոք, որ ես պատահաբար հայտնվեի այս տան մոտ։ Հնարավոր է this արդյոք։ house. How is it possible? Ես նույնիսկ չգիտեի, որ այդ մարդը դեռ կենդանի էր։ Ես ընդհանրապես չէի մտածում նրա մասին։ How is it Ինչպես է դա հնարավոր։ My bus driver must have been the Holy Spirit. Այսօր ես գիտեմ, որ իմ ավտոբուսի վարորդը երևի Սուրբ Հոգին էր։ I caught the train in the Գիշերը ես գնացք նստեցի եւ վերադարձա տուն։ Համբուրգում երկաթուղային կայանում հայրս հանդիպեց ինձ։ He said to me, Reinhard, Ինձ ողջունելուց հետո նա ասաց ինձ. Ռայնհարդ, քիչ առաջ ես մի նորություն լսեցի, որ Ջորջ Ջեֆրիսը մահացել է։ I said, what? Ես ասացի, ինչ։ This can't be. Դա անհնար է։ Երեք ես տեսել եմ նրան, But it was the truth. բայց դա ճշմարտություն էր։ And then I realized, Եվ այդ ժամանակ ես հասկացա։ I think Կարծում եմ ես վերցրեցի նրա թիկնոցը։ I caught the mantle. Կարծում եմ ես վերցրեցի նրա թիկնոցը։ And that's how God does it. Եվ ահա թե ինչպես է Աստված գործում։ Ես պետք է բացատրեմ ձեզ մի բան։ I don't think Ես չեմ կարծում, որ ստացա նրա օծությունը, որովհետև ես չեմ ցանկանում իմ լիությունը ցանկացած մարդու լիությունից։ any man out of his Մենք բոլորս ընդունել ենք նրա լիությունից։ only if we get our Այն իսկական կլինի միայն այն ժամանակ, երբ մենք ստանանք մեր լիությունը նրա լիությունից, original fullness and not some copy. եւ ոչ թե ինչ որ պատճենած բան։
Ոչ, ես չստացա իմ մոծությունը նրանից, որովհետև ես արդեն մկրտված էի Սուրբ Հոգով, բայց ես կասեմ ձեզ, թե ինչ տեղի ունեցավ, ինչպես որ ես եմ հավատում։ Ես հավատում եմ, որ այդ կապակցում տեղի ունեցավ։ Ես հավատում եմ, որ մենք բոլորս կապակցված ենք, փոխկապակցված, Աստծո օծյալները փոխկապակցված են սերնդեսերունդ, եւ Աստված կապակցեց ինձ ավետարանիչների նախորդ սերնդի հետ, այս սերնդի համար։ Եվ ես զգում եմ իմ սրտում, որ ահա թե ինչու եմ ես պատմում ձեզ այս պատմությունը հիմա։ Ես հավատում եմ իմ ողջ սրտով, որ կապակցվողները կապակցվելու են այսօր եւ այստեղ։ Նման բաներ կատարվում են, եւ դա սկսում է Պողոս առաքյալից։ Դա սկսում է անձամբ Հիսուսից։ Թող որ Տերը շնորհի մեզ, որ մենք չլինենք պարզապես Աստծո խոսքը լսողներ եւ վայելողներ, այլ որպեսզի մենք գործենք։ Գործեք։ Ինձ հիասթափեցնում է, որ ես ցանկանում եմ ազնիվ լինել ձեզ հետ։ Ես իրականում շատ չեմ լինում կոնֆերանսներին, ես արթնության քարոզիչ չեմ։ Ես կանչված եմ ցնցելու համար քնած քրիստոնյաներին տարին մեկ անգամ։ Ես չեմ ցանկանում դա։ Իմ դուրը դա չի գալիս, հաջորդ տարի նրանք կրկին քնած են, իսկ հաջորդ տարի նրանք կրկին քնած են։ Ասում եմ ձեզ, թող որ այնպիսի մի կրակ սկսի վառել ձեր սրտերում, որ կբարձրացնի ձեզ ձեր նստատեղերից։ Թույլ տվեք սրանից ավելի վատ մի բան ասել ձեզ։ Հիսուսը կհանի ձեզ ամենախորը փոսից, բայց նա չի հանի քեզ քո հարմարավետ բազկաթոռից։ Ոչ, նա պտուտակ չի դնի քո ետևում և չի թռցնի քեզ։ Դու պետք է անես հետևյալը. ահա ես Տեր, ուղարկիր ինձ։ Նա հասնում է քեզ խորը փոսից, բայց դու ինքդ պետք է վեր կենաս քո հարմարավետ բազկաթոռից։ Սա է գնալու սկզբունքը։ Գնա։ Հիսուսի անունով։ Ասա ամեն։ Օ հալելույա։ Ես արդեն պատմել եմ ձեզ, որ երբ ես ժամանեցի Լեսոտո, մարդկանց չհայտաքրքրեց իմ քարոզելը։ Ես պետք է մոռանայի այն, ինչ որ սովորել էի դրանից առաջ, եւ Սուրբ Հոգին սկսեց սովորեցնել ինձ ամբողջովին նոր եւ թարմ ձևով։ Դա դժվար ճանապարհ էր, բայց դա օրհնված ճանապարհ էր։ Հանկարծակի ես պարզեցի, որ ես մշակված եւ սովորեցրած էի այնպես, որ Աստված չէր կարող օգտագործել ինձ։ Այնպես որ նա շնորհքով, նա ետ պտտեց այդ ամենը, սեղմեց ձայնագրման կոճակը եւ ամեն ինձ սկսեց սկզբից։ Հալելույա։ Ես սկսեցի աստվածաշնչյան հեռակա ուսուցման դպրոցը Լեսոտոյում եւ ի զարմանս ինձ 50,000 մարդ գրանցվեցին։ Երբ դա տեղի ունեցավ, ես ասես Սուզաննավով եկած լինեի։ Եվ դիտակի միջոցով ես կարող էի տեսնել, թե ինչ էր տեղի ունենում օվկիանոսի մակերեսին։ Եվ ես տեսա, որ այն լցված էր խեղդվող մարդկանցով, որոնք հուսահատորեն ցանկանում էին փրկվել։ Ես ասես արթնացա։ Մարդկությունը ծարավ է փրկությանը։ Նրանք հուսահատ վիճակում են, նրանք ցանկանում են փրկվել։ Եվ ահա ես նստած եմ իմ փոքրիկ սխալ գաղափարներով։ Ես ասեցի, օ Տեր, օգնիր ինձ տեղափոխվել դեպի Սուրբ Հոգու թմբուկների հարվածները։ Եվ նա սկսեց անել դա։ Այդ ժամանակ ես մեծ գործ էի կատարում այդ 50,000 ուսանողի հետ։
Ես ինքս մշակեցի դասընթացները, իհարկե միայն մեկ նպատակով։ Ես ցանկանում էի, որպեսզի նրանք փրկվեն, որովհետև նրանք փրկված չէին։ Այնպես որ դա շատ լավ գործեց։ Ես պետք է գրասենյակներ վարձեի։ Մեկ օր ես պետք է վճարեի դրանց համար։ Վարձն ընդամենը ամսական $50 էր։ Բայց $50 շատ է, երբ գրպանումդ $1 էլ չկա։ Եվ ողջ վերջին օրը ես զգում էի այդ ճնշումը։ Ես պետք է վճարեի վարձը ժամը 5-ին։ Օ Տեր, $50 շատ էր, որովհետև ես չգիտեի ոչ ոքի այդ շրջանում, ով կարող էր $50 տալ ինձ։ Բայց Աստված պատասխանում է աղոթքներին։ Ժամը 5-ն էր, բայց փողը դեռ չէր եկել։ Եվ ես գնացի գրասենյակից, պարզապես զբոսնելու միջև այն տունը, որտեղ ապրում էր մեր ընտանիքը, կինս և 3 երեխաներս։ Ես քայլում էի տան ճանապարհով, հասարակական փողոցով։ Շատ մարդիկ էին անցնում այդտեղով, և հանկարծ Սուրբ Հոգին պարզապես իջավ ինձ վրա։ Եվ ես լսեցի նրա մեղմ ձայնը իմ սրտում. Դու ցանկանում ես, որպեսզի ես $1 միլիոն տամ քեզ։ Այ քեզ գայթակղություն։ $1 միլիոն։ Մի պահ իմ մտքում անցավ այն ամենը, ինչ ես կարող է անել Հիսուսի համար $1 միլիոն։ $1 միլիոն։ Ես ասացի ինքս ինձ, ես կարող էի ռմբակոծել ողջ աշխարհը ավետարանով։ Այսօր ես ավելի լավ գիտեմ։ Հանկարծ երկրորդ միտքը եկավ ինձ մոտ։ Ես բոլորովին լացկան մարդ չեմ։ Ես խիստ գերմանացի եմ, ես կանգնած էի այդ հասարակական ճանապարհի վրա։ Արցունքները հորդում էին աչքերիցս, մարդիկ անցնում էին իմ աջ և ձախ կողմերով, ես մոռացել էի այդ աշխարհը։ Ես վեր բարձրացրեցի ձեռքերս և աղաղակեցի. Ոչ Տեր, ես չեմ խնդրում $1 միլիոն։ Ես 1 միլիոն մարդ եմ խնդրում։ Ես ասացի, Տեր, 1 միլիոն մարդ, որոնք կպակասեն դժոխքից և կհայտնվեն երկնքում։ Դա կլինի իմ կյանքի և ծառայության նպատակը։ 1 միլիոն մարդ։ Այդ պահին Սուրբ Հոգին այնպիսի խոսքեր ասաց ինձ, որ անցյալում ես երբեք ոչ լսել էի, ոչ էլ կարդացել։ Այդ խոսքերը դարձան իմ կյանքի նշանաբանը։ Նա ասաց. Դու կթալանես դժոխքը և կբնակեցնես երկինքը հանուն Գողգոթայի։ Հալելույա։ Օ հալելույա։ Օրհնյալ լինի Հիսուսի անունը։ Ես պարզապես ճանկեցի դա։ Ես ասացի շնորհակալություն Տեր, շնորհակալություն Տեր, շնորհակալություն Տեր։ Ես հեռացա Լեսոտոից։ Ես ասացի որտեղից սկսեմ։ Ես տեղափոխվեցի Լեսոտոից դեպի Հարավային Աֆրիկա, Յոհանեսբուրգ։ Ես տեղափոխվեցի անմիջապես Յոհանեսբուրգի մեծ օդանավակայանի մոտ, որտեղից իմ տունը 5 րոպե ավտոմեքենայի ճանապարհ հեռավորության վրա էր։ Ես հիշում եմ մեր բոլոր փոքրիկ իրերը, որոնք տուփերով դրված էին ճանապարհին, և ես նստեցի դրանցից մեկի վրա։ Ես զգում էի ինձ ինչպես մի փոշի հատիկ տիեզերքում։ Ես ասացի, Տեր, ես լսեցի, որ դու ասացիր, որ Աֆրիկան փրկված է լինելու։ Ես չգիտեմ, թե ինչպես, ես չգիտեմ այդ գաղտնիքը, բայց ահա ես։ Ես լիովին մենակ եմ, ես ոչ մի մարդ չունեմ, ես թիմ չունեմ, ես ոչինչ չունեմ, ահա ես նստած ճանապարհին տուփի վրա։ 4 շաբաթվա ընթացքում ես չէի լսում Տիրոջ ձայնը, և ես սկսեցի վատ զգալ ինձ։
I went to a doctor. Ես բժշկի գնացի եւ նա ասաց. «Դուք խոցեր ունեք ստամոքսի I մեջ»։ said, what? Ես ասացի. «Ինչ»։ And then God spoke Եվ to me. դրանից հետո Աստված խոսեց ինձ հետ։ In the morning, I woke Առավոտյան up ես արթնացա without առանց stomach ստամոքսի խոցերի եւ այդ ժամանակվանից ի վեր ես չունեմ ոչ մի խոց։ And I went to the little Ես գնացի մի փոքրիկ քաղաք։ capital of Բոտսվանայի Գաբորոնեի մայրաքաղաքը, որը կոչվում էր Գաբերոնես։ I went there for another matter. A local Ես գնացի այդտեղ մեկ այլ հարցով։ Մի տեղական հովիվ սպասում էր ինձ եւ ես գնացի այդտեղ։ I had to walk from the Երբ ես ժամանեցի, ես պետք է քայլեի օդանավակայանից մինչև քաղաք, որովհետև փող չունեի տաքսիի I համար։ was walking. Եվ երբ ես քայլում էի, հանկարծ Սուրբ Հոգին ասես գտավ ինձ ճանապարհին, եկավ ինձ վրա եւ ասաց. Came upon me and he said, Կարող ես տեսնել այն տեղը։ I said, yes. Ես ասացի, այո Տեր, այնտեղ գրված է ազգային մարզադահլիճ։ And the Lord said to Եվ me, Տերն "Why ասաց would ինձ. you-" Ես ցանկանում եմ, որպեսզի դու քարոզես այդտեղ իմ խոսքը։ Wow. Ես ասացի. «Օ Տեր, I always ես միշտ ցանկանում էի քարոզել քո խոսքը մարզադահլիճներում, բայց մարդիկ ոչ մի անգամ չէին գալիս։ Բայց եթե դու ասում ես, որ ես պետք է քարոզեմ այդ մարզադահլիճում, ես կքարոզեմ այդ մարզադահլիճում»։ I met the local pastor. Ես հանդիպեցի այդ տեղական հովին եւ ողջունելուց հետո ասացի. «Ես ցանկանում եմ, որպեսզի դու գնաս ինձ հետ իշխանությունների մոտ։ Today, Ես ցանկանում եմ վարձել ազգային մարզադահլիճը 4 շաբաթ հետո։ Իմ ավետարանչական արշավը սկսում է, առաջին արշավը»։ he said to me, "What? Ես տեսա, թե ինչպես նրա կզակն ընկավ։ National Նա ասաց. stadium? «Ինչ, What do you want? ազգային մարզադահլիճը, Don't you know that I ինչի համար է պետք քեզ ազգային մարզադահլիճը։ Չգիտես, որ իմ եկեղեցում ընդամենը 40 անդամ կա»։ Ես ասացի. «Ոչ, ես չգիտեի, որ դու 40 մարդ ունես, բայց ես գիտեմ, որ մի քանի րոպե առաջ ես լսեցի Սուրբ Հոգու ձայնը։ tell you this on Ես purpose? նպատակադրված եմ ասում սա ձեզ, որովհետև ես հավատում եմ, որ Աստված նույն կերպ է առաջնորդելու նաև ձեզ»։ He was humble enough to Նա բավականին խոնար էր ինձ հետ իշխանությունների մոտ գնալու համար, եւ երբ ես ստորագրությունս դրեցի մարզադահլիճի պայմանագրի ներքո, ես սկսեցի քրտնել։ I said, "How am I going to Ես ասացի, ինչպես եմ ես լցնելու այդ մարզադահլիճը։ Ինչ որ կերպ իմ միտքը սկսեց ծաղրել ինձ։ sitting with 40 people? Ես արդեն տեսա ազգային մարզադահլիճը, որտեղ 40 հոգի էին նստած։ Conjuring up Գիտեք, թե ինչպիսին են մեր մտքերը։ Դրանք պատկերներ են ցուցադրում մեզ։ quickly added to Ես արագորեն մի քանի օր ավելացրեցի Գաբորոնես կատարված իմ այցին։ Ես գնացի եկեղեցուց եկեղեցի։ Ես ասացի, ես Ռայնհարդ Բոնկեն եմ, 4 շաբաթվանից ես մեծ ավետարանչական ծառայություն եմ անցկացնելու այստեղ, ազգային մարզադահլիճում։ Everyone said no. But everybody also Բարի said, չէիք լինի ինձ հետ համագործակցելու համար, բոլորն ասացին ոչ, բայց բոլորը նույնպես ասացին, ով ես դու։ Ես ասացի, ես պարան ոչ ոքն եմ, բայց Աստված խոսել է ինձ they հետ։ said, Նրանք ասացին, բոլորը կարող են ասել դա։ Ես ասացի, համաձայն եմ, բայց նա իսկապես խոսել է ինձ հետ։ and when they all said Եվ երբ no, նրանք բոլորն ասացին ոչ, when they all երբ said նրանք no, բոլորն ասացին ոչ, ես արթնացա։ Ես ասացի, Տեր, you said, դու ասացիր, որ ես վարձեմ մարզադահլիճը։ this is now our Ահա մեր understanding. փոխհամաձայնությունը։ I do Ես կքարոզեմ, իսկ դու բեր you bring մարդկանց։ the people. Peace came into my heart. Սրտումս խաղաղություն եկավ։ Ես ինքնաթիռով ետ վերադարձա նույն օրը։ Fasting and praying. Սկսեցի ծոմել եւ աղոթել եւ մի փոքրիկ թիմ հավաքեցի։ 4 weeks later, arrived. 4 շաբաթ անց ես ժամանեցի Գաբորոնես։ Ես այնքան էի աղոթել, ես ասացի, Տեր, Lord, just to come for պարզապես սիրտս մխիթարելու համար թող որ մարզադահլիճը լիքը լինի առաջին օրը։ meeting, first meeting came. They Առաջին օրը եկավ, 100 մարդ կար։ I know for sure. Ես հաստատ գիտեմ, որովհետև ես 10 անգամ հաշվեցի նրանց։ I counted. Ես հաշվեցի ձախից աջ եւ աչից ձախ, բայց 100-ը 100 է։ Եթե հաշվես նրանց գլուխները, այլ ոչ թե մատները։ I took my Bible, I opened the Ես վերցրեցի Աստվածաշունչս, ես բացեցի Աստվածաշունչը եւ սկսեցի քարոզել։ suddenly jumped. Ես շատ հիասթափված էի։ Ես քարոզեցի մոտ 10 րոպե եւ հանկարծակի մի մարդ վեր թռավ եւ գոչեց. «Ես հենց նոր բժշկվեցի»։ And I thought, but Մյուսը 4 հոգի։
Եվ ես մտածեցի ծիծաղելի է, ես նույնիսկ չեմ քարոզել բժշկության մասին։ Ինչպես նրանք ընդհատեցին իմ քարոզը։ How come they interrupt my sermon? Hallelujah, hallelujah. Հալելույա, հալելույա։ Praise God. Փառք Աստծուն։ I said, Ես ասացի, how is it possible? ինչպես դա կարող է պատահել։ Այսօր իհարկե ես ունեմ հստակ պատասխանը, որովհետև ես համոզված եմ, որ հաճախ Հիսուսը չի կարողանում սպասել, մինչև որ մենք քարոզիչներս ավարտենք մեր ձանձրալի քարոզները։ He itches. Նա գործելու անդիմադրելի ցանկություն ունի։ Ասացեք ամեն։ He needs little Նրան մի persuasion. փոքր համոզվածություն է պետք։ Our God is the Մեր God of Աստված action. գործողության Աստված է։ He delights to show his glory. Եվ նա բերկրանքով է ցույց տալիս իր փառքը։ Նա փրկիչ է, որը ցանկանում է փրկել։ He died. Նա մահացել է մեզ փրկելու համար։ Oh, praise God. Ո փառք Աստծուն։ Հետո ես մարդկանց առաջ կանչեցի։ Ես իջա։ Until then I had never seen such a thing. Ես ձեռնադրեցի նրանց։ Մինչ այդ ես երբեք նման բան չէի տեսել։ I was frightened. Բոլորը ում ես դիպչում էի Never հայտնվում seen էին this. գետնին։ I heard this happen somewhere in America. I had never seen it. Ես վախեցել էի։ As a matter of fact, I didn't know whether Ես երբեք նման բան չէի տեսել։ Ես լսել էի, որ դա կատարվել է ինչ-որ տեղ Ամերիկայում, բայց ես երբեք նման բան չէի տեսել։ Փաստորեն ես չգիտեի, թե մարդիկ ձևացնում էին, թե ոչ։ Then I knew. Ես խոնարհվեցի եւ բացեցի մի քանիսի կոպերը։ Ես տեսա միայն աչքի սպիտակուցը։ But one woman fell down. Այդ ժամանակ ես հասկացա, որ դա իրական էր։ And one man went Բայց down մի կին, որ կույր էր, ընկավ եւ երբ նա կանգնեց, նա տեսնում էր։ I thought that Եվս մեկ մարդ ընկավ որպես կաղ, բայց կանգնեց թրջկոտելով։ the next day, within 2-3 Ես մտածեցի, որ այդ վայրը պայթեց։ Հաջորդ օրը եւ հաջորդ 2-3 օրվա ընթացքում ես քարոզում էի լեփլեցում մարզադահլիճում, կյանքումս առաջի անգամ։ Ահա թե ինչպես այդ ամենը սկսվեց։ Ահա թե ինչպես դա սկսվեց։ absolutely packed. Ամբողջովին լեփլեցում մարզադահլիճում։ For the first time in my life, I saw Կյանքումս առաջի անգամ ես տեսա հազարավոր մարդկանց, որոնք միաժամանակ ոտքի էին կանգնում, մինչև որ ես փրկության կոչ կանեի։ going to go. Սկզբում ես չգիտեի, թե որ կողմ էին նրանք գնալու, բայց նրանք վազելով առաջ եկան եւ ծնկի իջան հեկեկալով, որովհետեւ Սուրբ Հոգին համոզեց նրանց մեղքի մեջ։ Then I knew. Այն ժամանակ ես գիտեի, որ ինչ որ բան է կատարվում, որ ես այդքան շատ փափագում էի։ So much. Then the Lord spoke. Հետո Տերը խոսեց ինձ հետ։ Ես ասում եմ սա ձեզ, որովհետեւ սա այն օրինակն է, այն հիմքը, որ Աստված դրեց ինձ համար իմ այսօրվա ծառայության համար։ And the Lord said to me, Տերն ասաց ինձ վաղը ես ցանկանում եմ, որպեսզի դու աղոթես Սուրբ Հոգով մկրտության համար։ I said, Ես ասացի Տեր, not in the. ոչ հասարակական մարզադահլիճում։ No, I came from the. Ես գերմանական եկեղեցուց եմ։ We prayed. Մենք միգուցե տարի 1 կամ 2 անգամ էինք աղոթում Սուրբ Հոգով մկրտության համար։ Here, more or less. Դրանից ավել կամ պակաս հիմնականում, պակաս։ And when the Holy Եվ Day երբ այդ came, Սուրբ օրը գալիս էր, մենք փակում էինք բոլոր պատուհանները եւ քաշում էինք բոլոր վարագույրները։ nobody was to hear. Մենք փակում էինք բոլոր դռները, ոչ ոք չպետք է լսեր, թե ինչպես ենք մենք փառաբանելու Տիրոջը նոր լեզուներով։ Ես ասացի Տեր, դու ցանկանում ես, որպեսզի ես քարոզեմ Սուրբ Հոգու մկրտության մասին հասարակական մարզադահլիճում։ The Lord said, yes. Տերն ասաց, այո, ես բավարար հիմք ունեմ դրա համար։ Ես ասացի, Տեր, ո՞րն է այդ հիմքը, խնդրում եմ, ասա ինձ։ Նա ասաց, վերջին օրերում ես կթափեմ իմ հոգուց ամեն մարմնի վրա, եւ այստեղ այնքան մարմիններ կան, There's so much flesh. որոնց ես չեմ կարողանում տեղավորել հասարակ աղոթքի հավաքույթի մեջ։ Oh, I said, Lord, forgive Ես me. ասացի, օ Տեր, ներիր ինձ։ Ես բարձրացա եւ ասեցի մարդկանց, վաղը դուք տեսնելու եք այն, ինչ մարդու աչքը դեռևս չի տեսել։ I didn't tell them that I had. Ես չասացի նրանց, որ ես նույնպես դա չէի տեսել։ I said, the Ես Holy ասացի, Spirit Սուրբ Հոգին is going to թափվելու է fall այս in the մարզադահլիճում middle of the եւ դուք stadium կլցվեք զորությամբ վերևից։ with power from on high.
The next day, Հաջորդ օրը մարդիկ այնքան շատ էին, որ չէին կարողանում ներս մտնել։ I was just about Ես արդեն սկսում էի, երբ ընկերներիցս մեկը մոտեցավ ինձ եւ ասաց. «Ռայնհարդ, չես կարող փոխել թեման»։ Ես ասացի. «Ինչու»։ Նա ասաց. «Եպիսկոպոսն է եկել»։ I said, no, Ես ասացի. «Թեման չի փոխվելու, արդեն ժամանակն է, որ եպիսկոպոսը լսի այդ մասին»։ and then I started to pray. Եվ հետո ես սկսեցի քարոզել։ I said, how many of Ես ասեցի. «Ձեզանից քանիսն են ցանկանում այս փառավոր պարգևը»։ mistake it was forgotten? Սխալմամբ ես մոռացա նշել որևէ բան նոր լեզուների մասին։ Բացարձակապես մոռացա։ Forgotten. Can you believe it? Հավատում եք, Clean forgotten. պարզապես մոռացա։ And I wanted to get up and Եվ ես ցանկանում էի բեմ բարձրանալ եւ ուղղել այդ սխալը, բայց Տերն ասաց. «Հանգիստ եղիր»։ there the people stood wanting to have that gift. Oh. I said to them, Հետո մարդիկ կանգնեցին ցանկանալով ունենալ այդ պարգևը, ես ասացի նրանց. «Բարձրացրեք ձեր ձեռքերը եւ փակեք ձեր աչքերը»։ I wanted to see Բայց ես աչքերս բաց պահեցի, ես ցանկանում էի տեսնել։ as the prayer Եվ այդ ժամանակ, երբ բարձրացավ փառաբանությունը, ես տեսա դա։ gigantic wave Թափանցիկ գեղեցիկ ջրի ալիքը ներս մտավ իմ ձախ կողմից եւ դանդաղորեն գրավեց ողջ մարզը դահլիճը։ slowly racing through that stadium. And as I saw Եվ ես տեսա, որ այդ ալիքը ծածկեց over մարդկանց։ the crowd, everyone Եվ յուրաքանչյուր ում այն հպվում էր, բոլոր մարդիկ մարզը դահլիճում ընկնում էին իրենց մեջքերի վրա եւ փառաբանում էին Տիրոջը նոր լեզուներով, ինչպես Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց։ I was shocked. Ես ցնցված էի, ես կանգնած էի եւ ցնցվում էի, եւ լաց էի լինում փոքրիկ երեխայի պես։ Ես աղաղակեցի. «Իմ Աստված, իմ Աստված, իմ Աստված, սա հնարավոր է։ Արդյոք սա հնարավոր է»։ Եվ այդ օրվանից ի վեր դա հնչում է իմ հոգում։ Վերջին օրերում, ասում է Աստված, ես կթափեմ իմ հոգուց ամեն մարմնի վրա։ Ավստրալիան լցված կլինի, լցված։ Դուք պետք է լցվեք։ Նոր Զելանդիան լցված կլինի, լցված կլինի։ Southeast Asia, Հարավարևելյան Ասիան լցված կլինի, China, Չինաստանը լցված կլինի։ blessed be the name. Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ And I said, Եվ ես ասացի. «Այժմ ես գիտեմ, թե ինչը ետ կպահի դևերին Աֆրիկայից»։ it's nothing. Այլևս ոչինչ, միայն Սուրբ Հոգու վիթխարի թափումը։ We can come with our Մենք կարող ենք գալ մեր խելացի քարոզներով, բայց դուք գիտեք, որ քարոզները հավատացյալների համար են։ but if you come, Իսկ եթե դու գաս Սուրբ Հոգու զորությամբ, ոչ մի դև չի կարող դիմակայել։ we are not on Մենք պաշտպանական դիրքում չենք, մենք մեղադրյալների դիրքում ենք։ it's the offense. Դա խաչի մեղադրանքն է, եւ մենք դատապարտված ենք հաղթանակի։ Say amen. Ասացեք ամեն։ Hallelujah. Հալելույա։ Blessed be the name. Օրհնյալ լինի Հիսուսի անունը։ I know somehow in my heart Ես գիտեմ իմ սրտում, որ Հիսուսն այստեղ է։ that Jesus is here. And that Եվ նա ով պետք է կապակցվի, կապակցվելու է։ maybe you don't, Միգուցե դուք դեռ չեք հասկանում, թե ինչ է սա նշանակում, but it shall բայց դա պարզ կդառնա, լիովին պարզ։ absolutely clear. I always was highly Ես միշտ խիստ հետաքրքրված էի իմանալու համար, թե ինչպես է Հիսուսը կանչում, did the calling. ինչպես է նա կանչում։ He call. It is actually Իրականում դա շատ հեշտ է, որովհետև նա կանչում է այսօր նույնպես, ինչպես որ անցյալում։ and if you want to see Եվ եթե դուք ցանկանում եք տեսնել, թե ինչպես էր նա կանչում անցյալում, դուք ընդամենը պետք է վերադառնաք Ղուկասի 6-րդ գլուխ։ verse 12, 12-րդ խոսքն ասում է. «Եվ այն օրերում եղավ, որ ելավ Սարը աղոթք անելու եւ ողջ գիշերն անցկացրեց աղոթք անելով դեպի Աստված։ and when it Եվ երբ որ առավոտ եղավ, կանչեց իր աշակերտներին եւ ընտրեց նրանցից 12-ին, որոնց առաքյալ էլ անվանեց։ apostles,
Սիմոնին, որին Պետրոս էլ անվանեց, եւ նրա եղբայր Անդրեասին, Հակոբոսին եւ Հովանեսին, Փիլիպոսին եւ Բարթողոմեոսին, Մատթեոսին եւ Թովմասին, Հակոբոս Ալփյանին եւ նախանձահույս կոչված Սիմոնին, եւ Հակոբի Հուդային եւ Հուդա Իսկարիովտացուն, որ մատնիչ էլ դառավ։ Թույլ տվեք գրավել ձեր ուշադրությունը մեկ կամ երկու կարևոր բաների վրա։ Հիսուսը վաղ առավոտյան աղոթելու էր գնում։ Այստեղ գրված է, օներեցեք, նա գնաց աղոթելու ուշ գիշերվա ժամանակ։ Նա աղոթեց ողջ գիշեր։ Աստվածաբաններն ասում են, որ ողջ գիշերը նշանակում է 12 ժամ։ Ասենք թե երեկոյան 7-ից մինչև առավոտյան 7-ը, 12 ժամ։ Ի վերջո նա ցանկանում էր ընտրել 12 առաքյալների։ Ես համոզված եմ, որ նա հավանաբար ցանկանում էր հատկացնել մեկական ժամ, որպեսզի աղոթեր նրանցից յուրաքանչյուրի համար։ Կարող եք պատկերացնել Հիսուսին աղոթելիս։ Ինձ միշտ հետաքրքիր էր, թե ինչպես էր Հիսուսն աղոթում։ Չէիք ոգևորվի, երբ լսեիք, որ Հիսուսը ամբողջ մի ժամ է աղոթել ձեզ համար։ Եվ ես մտածում էի, ինչպես էր Հիսուսն աղոթում։ Ինչպես էր նա աղոթում։ Արդյոք այդքան երկար ժամանակ էր պահանջում, որպեսզի հայրը հայտներ այդ մարդկանց անունները։ Եվ հետո վաղ առավոտյան նա իջավ սարից։ Իսկ հիմա լսեք։ Եթե ես ճիշտ կարդամ գրվածը, ապա Հիսուսը պատահաբար ընտրեց իր աշակերտներին։ Ինձ այդպես է թվում, որ նա պատահաբար ընտրեց նրանց։ Դու եւ դու։ Եվ դու եւ դու։ Եվ դու եւ դու։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։ Ինձ 3 հոգի էլ են պետք։ Ահա 1, 2, 3, 12։ Խնդրում եմ ներեցեք ինձ, ես չեմ ցանկանում անհարգալից լինել Հիսուսի հանդեպ։ Քիչ անց դուք կհասկանաք, թե ինչու եմ ես ասում այն, ինչ ասում եմ։ Ես մտածեցի, ես կարիք չէի ունենա աղոթել 12 ժամ, իսկ հետո գնալ եւ այդպիսի վատ ընտրություն կատարել։ Պարզապես նայեք, թե ում նա ընտրեց։ Նրանց թվում էր Պետրոսը, պորտկուն Պետրոսը։ Նույն այն Պետրոսը, որ դավաճանեց նրան։ Օ Աստված, Հիսուսն ընտրեց նրան։ Նրանց թվում էին Զեբեդեայի որդիները։ Երբ նրանք Սամարիայում էին և սամարացիները հրաժարվեցին ապաստանել նրանք ասացին Տիրոջը. «Օ Տեր, թող կրակ իջնի երկնքից և այրի այս գյուղը»։ Ինչպիսի հրաշալի առաքյալներ էին նրանք դարձել։ Նրանք Եղիայի հոգին ունեին։ Այնպես որ ես կարող էի շարունակել ողջ ցուցակով մեկ և ցույց տալ նրանց բոլոր թերությունները։ Թույլ տվեք պարզապես խոսել ևս մեկի մասին, Հուդա Իսկարիովտացու մասին։ Հուդա Իսկարիովտացին ոչ միայն վաճառեց նրան Սինեդրիոնին, այլ Աստվածաշունչն ասում է, որ Հուդան գող էր։ Նա գող էր և Հիսուսն ընտրեց նրան։ Ես ցանկանում եմ զգուշացնել յուրաքանչյուր հովվի, որ այստեղ է։ Երբեք չընտրեք գողին, որպես եկեղեցու գանձապահ։ Բայց Հիսուսը հենց այդպես էլ վարվեց, հենց այդպես։ Իսկ հետո ես մտածեցի, ոչ,
Ես չեմ կարող հավատալ, որ Հիսուսն աղոթում էր 12 ժամվա ընթացքում, այդ առավոտյան կամ այդ գիշերվա ընթացքում։ Հայր, ցույց տուր ինձ Իսրայելի Սուպերմենին։ Ես ցանկանում եմ ընտրել իմ առաքյալներին։ Ասեմ ձեզ, Հիսուսն այդպես չէր աղոթում, որովհետև Իսրայելում Սուպերմեն չկար։ Ավստրալիայում Սուպերմեն չկա։ Ամերիկայում էլ Սուպերմեն չկա։ Գերմանիայում էլ հաստատ Սուպերմեն չկա։ Միգուցե Հոլիվուդում կան, բայց դրանք բոլորը կեղծ են։ Բոլորը։ Այնպես որ ինչ էր Հիսուսն աղոթում։ Ինչ էր Հիսուսն աղոթում։ Գիտեք, թե ինչ կատարվեց ինձ հետ։ Ես ահով եմ ասում սա։ Ինձ թվաց, որ Սուրբ Հոգին վերցրեց ինձ և տարավ այդ սարի վրա, որտեղ Հիսուսն աղոթում էր։ Եվ ես կարծես լսեցի, թե ինչ էր նա աղոթում։ Հիսուսը չէր աղոթում. Հայր, ցույց տուր ինձ Սուպերմենին։ Նա աղոթում էր լիովին այլ մի բան։ Ահա թե ինչ էր նա աղոթում։ Նա ասաց իմ հայր։ Նա միշտ ասում էր իմ հայր։ Դու գիտես, որ ես պետք է ընտրեմ իմ 12 առաքյալներին։ Օգնիր ինձ չծրագրել իմ հաջողությունն, ինչպես աշխարհն է ծրագրում հաջողությունը։ Օգնիր ինձ չընտրել, ինչպես որ թագավորներն ու կառավարիչներն են ընտրում։ Հայր, թող ոչ թե իմ, այլ քո կամքը կատարվի։ Հիսուսից 12 ժամ պահանջվեց այդ ոլորտում հաղթանակ ունենալու համար։ Եվ հետո նա իջավ սարից և ընտրեց հասարակ մարդկանց, որովհետև նա գիտեր, որ նույնիսկ մեր միջից լավագույնը չի կարող կառուցել նրա հավիտենական արքայությունը, մինչև որ չսպառազինվի վերևից իջնող զորությամբ։ Նա ազատ էր ընտրելու յուրաքանչյուրին, ընտրելու հասարակ, ամենահասարակ մարդկանց և դարձնելու ամենահասարակներին յուրահատուկ մարդիկ, իսկ Աստծո արքայության մեջ յուրահատուկներն այնքան շատ են, որ դա հասարակ է դառնում։ Հալելույա։ Ասում եմ ձեզ, թե ինչպես մենք կընտրեինք։ Մենք չենք բարձրանա սարն աղոթելու համար, մենք կգնայինք Երուսաղեմի համար սարանը և կասեինք. տվեք ինձ ձեր ամենալավ ուսանողների ցուցակը, ովքեր լավագույն կերպով կարողանում են հաղորդակցվել։ Լավագույն հռետորների, նրանց, ովքեր կարող են շարժել մարդկանց սրտերը։ Մենք ավետարանն ունենք, որ պետք է տարածվի ողջ աշխարհով։ Հիսուսը Երուսաղեմի համար սարանի մոտ չէր էլ գնաց։ Եվ դա հնարավորություն է տալիս մեզանից յուրաքանչյուրին։ Դուք ուրախ եք։ Դուք ուրախ եք։ Շնորհակալություն Հիսուս։ Շնորհակալություն Հիսուս։ Օ շնորհակալություն Հիսուս։ Նա ընտրեց նույնիսկ ինձ։ Նա ընտրեց նույնիսկ ինձ։ Ինձ համար դա առեղծված է։ Բայց ես ասացի, Տեր, քանի դեռ դու չես գտնում մեկ ուրիշին, անչափ շնորհակալություն։ Հալելույա։ Սա մեծագույն պատիվ է։ Սա մեծագույն պատիվ է երկրի վրա։ Սա ազնվագույն կենսավ ոչն է այս աշխարհում։ Ես միշտ զգում եմ, որ իմ մահկանացու ձեռքերը կարող են կառուցել Աստծո հավիտենական արքայությունը։ Որ իմ մահկանացու շուրթերը կարող են քարոզել հավիտենական ավետարանը։ Դա արտոնություն է, որ բարձր է բոլոր արտոնություններից։ Օ հալելույա։
when we were fleeing, Երբ մենք փախչում էինք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ իմ ընտանիքը փախչում էր արևելյան Գերմանիայից դեպի արևմտյանը, մենք հասանք Դանիա։ Denmark, we Germans were all put into. Մենք գերմանացիներս տեղակայվեցինք փախստականների ճամբարներում, եւ 5-ից մինչեւ 9 տարեկանը ես փշալարերից բացի ոչինչ չէի տեսնում։ There was no proper school. Այնտեղ պատշաճ դպրոց չկար եւ ոչ էլ որակավորված ուսուցիչներ։ Եվ երբ 9 տարեկանում մենք վերադարձանք Գերմանիա, այն բանից հետո երբ Կարմիր խաչի միջոցով գտանք հորս, Was ինձ տարան իմ հասակակիցների դասարանը։ my age group. I had to cut Ես it պետք է հասնեի նրանց եռամյա ուսումնական մակարդակին։ That's why I struggled at Ահա թե ինչու է ես շատ ջանք թափում դպրոցում։ Ոչ թե այն պատճառով, որ ես հիմար էի, այլ որովհետև ես նման անբարենպաստ պայմաններում էի։ and I Ես ջանք էի թափում, ես ջանում եւ ջանում էի մինչեւ որ ես հասա նրանց։ But I felt Դրանից հետո արդեն շատ հեշտ էր, inferior. My score բայց ես թերի էի զգում ինձ։ Իմ գնահատականներն այնքան ցածր էին։ and I prayed and I Ես աղոթում եւ պայքարում էի։ in Germany Գերմանիայում when some երբ մարդիկ լավ չեն սովորում, մենք հատուկ անուն ունենք նրանց համար։ Մենք անվանում ենք այդպիսի մարդկանց զրոներ։ if somebody Եթե ինչ-որ մեկը տապալում է քննությունները, եթե ինչ-որ մեկը չի կարողանում մնալ իր աշխատավայրում, եթե ինչ-որ մեկը կորցնում է ամեն ինչ, մենք պարզապես անվանում ենք նրանց այդ մարդը պարզապես զրո է, այդ կինը պարզապես զրո է։ that it says Զրոն գերմաներեն նշանակում է ոչինչ։ well I tell you one thing Մենք նրանց ոչինչ ենք անվանում։ Նա պարզապես զրո է, բայց ես մեկ բան կասեմ, ես զրո էի, երբ Աստված կանչեց ինձ 10 տարեկանում։ so moved Բայց ես արձագանքեցի, ես այնքան զգացվեցի, ես ցնցվում եւ լաց էի լինում։ Ես արձագանքեցի եւ Հիսուսն ասաց. Ռայնհարդ, արի, ես ցանկանում եմ, որպեսզի դու քարոզես ավետարանն Աֆրիկայում։ Գիտեք թե ինչ կատարվեց։ Ես զրո էի եւ երբ ես արձագանքեցի Հիսուսի կանչին, ես պարզեցի, որ նա համար առաջինն է։ he was the Եվ երբ ես զրոն կանգնում էի նրա կողքին, միասին մենք արդեն 10 էինք։ already 10 Is there any other Կա արդյոք այստեղ եւս մեկ զրո, թույլ տուր, որպեսզի ես տեսնեմ քո ձեռքը։ all right Լավ 100,000, all right լավ 10,000, 100,000, միլիոն, 10 միլիոն, 100 միլիոն, մի միլիարդ։ I don't mind Ես դեմ չեմ։ Իրականում ես դեմ չեմ լինել վերջին զրոն, it's the most որովհետև վերջիններն ամենաթանկն են։ say amen Ասացեք ամեն։ this is the lesson Ահա մեր դասը։ Հիսուսն արժեք է դնում յուրաքանչյուրի մեջ, everyone ով հետևում է իրեն։ him eternal value Հավիտենական արժեք յուրաքանչյուրի մեջ, ով հետևում է իրեն։ Սրա մյուս կողմը հետևյալն է. հեռացրեք այդ մեկը եւ բոլոր զրոները կրկին զրոներ կդառնան։ I have made up Ես որոշում եմ կայացրել, ես Աստծո պատիվն եմ փնտրում եւ ոչ թե մարդունը։ I'm not interested Ինձ չեն հետաքրքրում ծափահարությունները, ինձ չեն հետաքրքրում տիտղոսները, ինձ դա չի հետաքրքրում։ if people give Ես me նույնիսկ great չեմ names, նկատում, երբ մարդիկ պատվավոր անուններ են տալիս ինձ։ years back I was approached Տարիներ առաջ ինձ մոտ եկան մի համալսարանից եւ ասեցին. doctorate Մենք պատվավոր դոկտորի կոչում կտանք ձեզ։ Ես ասացի, ես պետք է աղոթեմ այդ մասին։ called me said will you Երբ ես ավարտեցի աղոթելը, նրանք զանգահարեցին ինձ եւ հարցրին. Դուք կընդունեք պատվավոր դոկտորի կոչումը։ I don't need Ես ասացի նրանց, ես դոկտորի կարիք չունեմ, որովհետեւ ես հիվանդ չեմ։ no I've got nothing Ոչ, ես կրթության դեմ ոչինչ չունեմ։ Իրականում ես նույնպես մի փոքր կրթված եմ։ but what I'm Բայց իմ ասելիքը հետևյալն է. մարդկային ողջ իմաստությունը չի փրկի թեկուզ մեկ մարդու։ Հիսուսը պետք է մահանար խաչի վրա։ Սուրբ Հոգին պետք է գար։ Նա հարություն տվեց Քրիստոսի մեռելներից։
Եվ նա ուղարկում է մեզ և զորություն է տալիս քարոզելու համար ավետարանը։ Եկեք փնտրենք Աստծո պատիվը։ Երբեմն մարդիկ հարցնում են ինձ, թե ինչպես եմ ես կենդանի մնացել այսքան տարիների ընթացքում նման ծառայության մեջ։ Ես կասեմ ձեզ, թե ինչպես եմ ես կենդանի մնացել։ Որովհետև ես պատվաստված եմ մարդկային փառքի դեմ։ Ես նույնպես պատվաստված եմ մարդկային քննադատության դեմ։ Եթե դուք սիրում եք մարդկային փառքը, ապա մարդկային քննադատությունը կկործանի ձեզ։ Բայց ես ոչ ոքի ծառան էլ չեմ։ Ահա ես որպես Աստծո ծառա, ես ցանկանում եմ կողոպտել դժոխքը և ես ցանկանում եմ բնակեցնել երկինքը, դատարկել դժոխքը և լցնել երկինքը։ Հիսուսի անունով, ասացեք ամեն։ Փառք Աստծուն, փառք Աստծուն, փառք Աստծուն։ Ես ցանկանում եմ մահանալ մեկ օր բարձրախոսը ձեռքիս։ Եվ թեև ես հավատում եմ, որ կապակցվողներն այսօր կկապակցվեն Սուրբ Հոգով, չեք մտածում, որ ես միգուցե մահանամ այսօր։ Գիտեք, թե ինչպես եմ ես պատկերացնում դա։ Ես պատկերացնում եմ ինձ կանգնած բարձրախոսով միլիոնավոր ամբոխի առաջ Աֆրիկայում, և երբ ես քարոզում եմ, ես հանկարծ տեսնում եմ այդ կառքը, որ ավելի ցած և ավելի մոտ է գալիս։ Ավելի ու ավելի մոտ։ Եվ երբ այն անցնի իմ բեմի կողքով, ես վայր չեմ գցելու իմ բարձրախոսը։ Ես նետելու եմ այն։ Ով է ցանկանում բռնել այն։ Օ, հալելույա, հալելույա, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Հիսուսի անունով։ Մեկ անգամ ես աղոթում էի մի ծերունու հետ։ Կարծում եմ, որ նա մոտ 90 տարեկան էր։ Նա մեր դիմահ էր։ Եվ հանկարծ մի տարօրինակ միտք դիպավ իմ սրտին։ Ես մտածեցի, ինչի համար ես կաղոթեի, եթե ես նրա փոխարեն լինեի։ Երբ ես պատրաստ լինեմ գնալու, ես երկար մտածելու կարիք չունեի։ Ես մտածեցի, ես գիտեմ, թե ինչի համար կաղոթեի։ Ես կաղոթեի. Տեր, տուր ինձ ևս մեկ ավետարանչական ծառայություն։ Ես ցանկանում եմ հարվածել տասնյակին ևս մեկ անգամ։ Օ, հալելույա։ Ես զգում եմ Աստծո մատն այս առավոտյան։ Եվ նա դիպչում է ինձ։ Միգուցե դու արդեն քարոզիչ ես բոլոր որակավորումներով և ամեն ինչով, որ ունես և ցանկանում ես։ Միգուցե ամեն ինչ շատ ճիշտ է, բայց Աստված ևս մեկ բան ունի քեզ համար։ Նա փնտրում է մարդկանց, ովքեր պարզապես կգցեն իրենց Տիրոջ վրա։ Տղամարդկանց և կանանց, Հիսուսի անունով։ Ես գցում եմ ինձ Տիրոջ վրա լավ կամ վատ բաների համար, հարուստ կամ աղքատ իրավիճակների համար, կյանքի կամ մահվան համար, ինձ համար ոչինչ նշանակություն չունի, բայց ես ասում եմ, Տեր, ահա ես ուղղիր ինձ։ Թույլ տվեք ևս մեկ պատմություն պատմել ձեզ։ Կարծում եմ, որ ես ժամանակ ունեմ ձեզ ևս մեկ բան պատմելու համար։ Ես ժամանակ ունեմ։ Սա իմ վառելիքն է։ Ես ավետարանչական ծառայություն ունեի Կոնգոյում, Լուբումբաշիում։ Մարզադահլիճը լեփլեցուն էր։ Այդ օրերին մենք դեռևս մարզադահլիճում էինք անցկացնում ծառայությունը։ Այսօր մենք կրակի կոնֆերանս ունենք այս մարզադահլիճում։ Ցերեկային ժամերին ես թույլ չէի տալիս, որպեսզի որևէ մեկը խանգարեր ինձ։
Ես աղոթում էի, ես պատրաստվում էի, ես կենտրոնանում էի երեկոյի վրա, ես ծնկներիս վրա էի անկողնուս մոտ։ Ես պարզապես բացում էի Աստվածաշունչը, ես ցանկանում էի կարդալ այնտեղից, որտեղից որ ես կանգ էի առել, երբ Սուրբ Հոգին ասաց. «Կարդա այնտեղը, որ դու սովորաբար չես կարդում»։ Ես անմիջապես հասկացա, թե ինչն է նկատի ուներ։ Առաջին մնացորդացը։ Ես միշտ բաց էի թողում առաջին 9 գլուխները։ Ինչու՞։ Ծագումնաբանությունների պատճառով։ Ադամից սկսած։ Ադամը ծնեց, իսկ հետո բոլոր խոսքերի մեջ ծնեց։ Ես երբեք ոչ մի օրհնություն չէի կարողանում վերցնել այդ ծնելուց, եւ ես մտածեցի. ինչ օրհնություն կարող եմ վերցնել այս ամենից։ Բայց Սուրբ Հոգին ասաց ինձ, որ ես պետք է կարդամ դա։ Այնպես որ ես սկսեցի կարդալ։ 1 գլուխ անց ես կանգ առա։ Ես ասացի. սա նման է հեռախոսագիր կարդալուն։ Ես ստիպեցի ինձ կարդալ հաջորդ գլուխը։ Բոլոր այդ անարտասանելի անունները։ Ինչ օրհնություններ ես կարող էի ստանալ դրանցից։ Հանկարծակի Սուրբ Հոգին իմ հյուրանոցային համարում էր։ Եվ ես կարող էի տեսնել Աստծո մատը հենց իմ Աստվածաշնչի վրա։ Հենց իմ Աստվածաշնչի վրա։ Աստծո մատը հետևում էր այդ խոսքերին։ Գիտեք, Աստծո մատը Սուրբ Հոգու անուններից մեկն է։ Եվ ես տեսա, որ նրա մատը շարժվում էր այդ խոսքերով, եւ ամեն անգամ, երբ ինչ-որ անուն էր հայտնվում, Աստծո մատը կարճ դադար էր տալիս։ Այնպես որ քանի որ անուններն այնքան շատ էին, նա ստակատոյով էր առաջ գնում։ Այսինքն կարճ դադարներով, հանկարծակի ես գիտակցեցի, որ ինձ համար այդ անունները ձանձրալի էին թվում, բայց դրանք մեծապես հետաքրքրում են այդ գրքի հեղինակին։ Ամեն մի անուն ծայրաստիճան կարևոր է Աստծո համար։ Քո անունը։ Եվ ես մտածեցի, ինչու է Աստծո մատը շարժվում ստակատոյով։ Եվ հանկարծ ես հասկացա. Տերը փնտրում էր մարդկանց, ովքեր կամենում էին նվիրել իրենց իր հավիտենական արքայության կառուցմանը։ Ում ուղարկենք եւ ով կգնա մեզ համար։ Ես ահ վերապրեցի Աստծո ներկայությունից։ Ինչպիսի վերապրում էր։ Եվ գիտեք, թե ինչ եմ ես զգում հիմա։ Աստծո մատն այստեղ է։ Այն չի շարժվում էջերով, այլ շարքերով։ Միգուցե այն սկսում է ամենավերին շարքերից։ Միգուցե ես նույնիսկ չեմ տեսնում ձեզ, բայց ասում եմ ձեզ, դու Աստծո հպման ցուցակում ես, հենց այս պահին, Աստծո մատով։ Նա փնտրում է մարդկանց, ովքեր ցանկանում են գցել իրենց նրա ձեռքերի մեջ, ովքեր մշտապես չեն հաշվում գործարարական սկզբունքներով, որքան ես կվաստակեմ։ Իսկ ես կունենամ փառք եւ մեծություն։ Ես երդվել եմ Տիրոջը, ես չեմ ցանկանում լինել կերպարանք ունեցող ավետարանիչ։ Ես ցանկանում եմ լինել այնպիսի մի մարդ, ով իրականում գնում է դժոխքի ամենախորքերը, դժոխային հրաբխի եզրի մոտ, փրկելու համար նրանց, ովքեր պետք է որ ցած ընկնեն։
In Jesus' name. Հիսուսի անունով։ This is not a matter of Սա կարիերա չէ, This is a matter սա of ծառայություն է։ service. Be Եղիր հավատարիմ մինչև մահ, and I will եւ ես give you կտամ քեզ the կյանքի crown of life. պսակը։ This is the call here. Ահա այստեղի կանչը։ Jesus is really. Հիսուսը ցանկանում է կանչել յուրաքանչյուր զրոյին։ And the Եվ more այն you պահին, երբ դու կարձագանքես, yourself in front of you, նա կկանգնի քո առջևում, it's amazing. եւ դու կփոխվես։ Absolutely. Դա զարմանալի է։ Դա լիովին զարմանալի է։ Եվ Աստծո մատն այստեղ է։ Եթե դու ասես այո, լավ կլինի քեզ։ Here, Եթե դու ասես ոչ, կարող ես գնալ այստեղից։ the fingerprint. Բայց մեկ բան, երբեք չի թողնի քեզ։ Աստծո մատի մատնահետքը հավիտյան տպված է քո շնչի եւ հոգու վրա։ Դու երբեք չես ազատվի նրանից։ Him, I promise. Ես խոստանում եմ քեզ։ Amen. Ամեն։ We have every right. Մենք ունենք խոնարհ լինելու բոլոր իրավունքները, Because we only որովհետև have մենք one ունենք Master. միայն մեկ Տեր, And his name եւ is նրա անունը Հիսուս է։ Jesus. Հիսուս, Jesus. Հիսուս, Jesus. Հիսուս։ Jesus. Hallelujah. Հալելույա։ Oh, praise God. Ո փառք Աստծուն։ I pray Ես աղոթում եմ, that Sydney may որ Սիդնեյում ոչ թե պարզապես արթնություն լինի։ Ես աղոթում եմ, որ Սիդնեյը եւ Ավստրալիան դառնան արթնության արտահանման կենտրոններ աշխարհի մնացած մասի համար։ of the world. Whom shall I send? Ում ուղարկեմ, Who will go for us? ով կգնա մեզ համար։ And he cried, Եվ նա գոչեց. send me. Ահա ես Տեր, One of them ուղարկիր at your ինձ։ feet right now. Եվ եթե դու դրանցից մեկն ես հենց հիմա բարձրացիր քո ոտքերին, պարզապես ոտքի I կանգնիր։ wished I could hand Ես կցանկանայի ձեռնադրել քեզ։ because Ես չեմ կարող, որովհետև այստեղի դասավորվածությունը թույլ չի տալիս անել դա, բայց ես մեկ բան կասեմ քեզ. Աստծո մատն արդեն նշել է քեզ եւ հպվել է քեզ եւ Աստված գործ ունի քեզ հետ, եթե դու լուրջ ես նրա հետ։ some of you have Ձեզանից ոմանք արդեն 10 անգամ կանչված են եւ դուք չպետք է կրկին կանգնեք։ Դուք պետք է գնաք եւ ճամպրուկ գնեք եւ տոմս գնալու համար եւ գնաք եւ Հիսուսը կգնա ձեզ հետ։ Ահա թե ինչ եմ ես ասում ձեզ որպես ավետարանիչ, ով գալիս է հենց առաջին գծից։ Որոշ մարդիկ այնքան են տարված մարդկանց հավանությունը ստանալու համար։ Դու Աստծո հավանության կարիքն ունես, եւ այդ կրակի բոցը, որ քո գլխի վրա է, քո օրինականացումն է, քո հեղինակությունը եւ քո նվիրումը։ Հիսուսի անունով փրկիր մահվան տարվողներին, հոգ տար մահացողների մասին։ Փակիր աչքերդ, բարձրացու ձեռքերդ, եկեք երկրպագենք Հիսուսին։ Նվիրիր ինքդ քեզ։ Սկսիր։ Տեր, ես աղոթում եմ, որ դու դնես քո ձեռքը յուրաքանչյուր գլխի վրա Հիսուսի անունով։ Ես աղոթում եմ, Տեր, որ անցյալի բոլոր արդարացումները հալվեն եւ երբեք այլևս չկրկնվեն։ Հիսուսի անունով։ Ես աղոթում եմ, Տեր, որպեսզի կապակցվողներն այժմ կապակցվեն նրանց հետ, ովքեր գնում են մեզանից առաջ։ Մենք կվերցնենք նրանց ջահը, նրանց վառվող ջահը։ Մենք կվերցնենք նրանց վառվող ջահը եւ կտեսնենք դա մինչեւ եզրագիծը։ Ավստրալիան փրկված կլինի, Չինաստանը կփրկվի, Ինդոնեզիան կփրկվի։ Օ իմ Աստված, Պապուա Նոր Գվինեան կփրկվի, Հարավարևելյան Ասիան կփրկվի, Հնդկաստանը կփրկվի։ Եվ Տեր, ես աղոթում եմ, նշան դիր յուրաքանչյուրի վրա, ովքեր բարձրացնում են իրենց ձեռքերը դեպի քեզ։ Կնիկ դիր նրանց վրա, կնիկ դիր նրանց վրա այդ կրակով, որ վերևից է։ Հիսուսի անունով։ Եվ ես աղոթում եմ, որ նրանք երբեք չմոռանան այն, ինչ տեղի ունեցավ այսօր։ Հիսուսի անունով։ Եկեք երկրպագենք նրան։
Oh, hallelujah. Օ հալելույա։ Oh, hallelujah. Օ հալելույա։ Oh, hallelujah. Օ հալելույա։ Oh, hallelujah. Օ հալելույա։ Kurababagashia sariam torobopokoshia. Ilala masarra pokoshika la basia. Ikaroposhiam dololobosia. Isharabosio rolobosia. When you go through Երբ դու անցնես կրակով, ասում է Տերը, այն չի այրի քեզ։ Երբ դու անցնես ջրով, այն չի խորտակի քեզ։ shall not drown. Ես քեզ հետ եմ, I am with you, ասում է Տերը։ the Lord. And I Եվ ես will կշատացնեմ increase քեզ։ you. And I will Ես strengthen կզորացնեմ քեզ։ you. And I will Եվ ես մի ազգ կտամ քեզ, ասում է Տերը։ set the Lord Ես մի ազգ կտամ քեզ։ nation to you. Ես արդեն տվել եմ քեզ այդ ազգը, ասում է Տերը։ Այդ իսկ պատճառով գնա, ես քեզ հետ եմ։ Եվ դու, քո հոգին, քո շունչը եւ քո մարմինը այս պահից պետք է դառնան իմ կյանք տվող հոգու հեղեղի հունը, ասում է Տերը։ Life-giving flood of my spirit, says the Lord. Amen. Ամեն։ Lord, we Տեր, lift up holy մենք hands բարձրացնում ենք for մեր the սուրբ salvation ձեռքերն of Ավստրալիայի փրկության համար։ Australia. Ավստրալիան փրկված է լինելու։ Դե միաբանվեք ինձ հետ։ Ավստրալիան փրկված է լինելու։ New Zealand. Նոր Զելանդիան փրկված է լինելու։ Oh, Օ Ֆիջին փրկված է լինելու։ the Solomon Սողոմոնյան կղզիները փրկված են լինելու։ Irian Jaya, Իրյան ջայան փրկված է լինելու։ Papua New Պապուա Նոր Գվինեան փրկված է լինելու։ Indonesia, Ինդոնեզիան փրկված է լինելու։ Singapore, Սինգապուրը, China, Չինաստանը shall be փրկված են լինելու։ Malaysia Մալազիան shall be փրկված է լինելու։ saved. And Եվ Հնդկաստանը փրկված է լինելու։ Lord, Տեր, thank you շնորհակալություն, որ քո կրակը կանցնի ողջ երկրագնդով, in Jesus. Հիսուսի անունով։ And we will Եվ մենք follow the կհետևենք այդ կրակին, in Jesus. Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։